Տիկին Վարդանյան, քիչ առաջ ասացինք, որ իրավական անվտանգությունը լրջագույն սպառնալիք է, որտեղ չի կարող լինել երկրի ներսում ստրատեգիական խորքում սահմանադրության օրենքների բացահայտ խախտում, ամբողջական պետական ինստիտուտների փոխարինում մեկ անձով։ Այդ երկիրը դառնա շատ թույլ եւ դիմադրությունից ցույց եւ չի կարող այդ երկիրը սահմանին ունենալ վստահ կեցվածք։ Ես ուզում եմ դուք խոսեք, եթե դեմ չեք իհարկե, իրավական անվտանգության տեսակետից ինչ է կատարվում, ուր ենք հասել եւ ուրա տանելու այս ընթացքը։ Շնորհակալություն, մինչ իրավական անվտանգությանն անցնելը փորձենք հասկանալ, հա, ընդհանրապես երբ խոսում ենք անվտանգային սպառնալիքների մասին, ապա որտեղից պետք է ակնկալել այդ սպառնալիքները։ Այս առումով գոյություն ունի արտաքին անվտանգություն եւ ներքին անվտանգություն եւ յուրաքանչյուր անվտանգության այս յուրաքանչյուր ոլորտը ունի իր առանձին ասպեկտները։ Արտաքին անվտանգության ոլորտում, եթե այսօր փորձենք գնահատել սպառնալիքները, ապա 3 խումբ սպառնալիքներ կարելի է դիտարկել, դա դրանցից առաջինը հանդիսանում է նոր աշխարհակարգի ձևավորումը եւ նոր աշխարհակարգի ձևավորումը նաեւ իր հերթին ենթադրում է որոշակի փոփոխություններ աշխարհակարգում եւ այս բaragայում փոքր պետությունները իսկապես լրջագույն խնդրի տակ են կանգնում եւ փոքր պետությունները պետք է կարողանան ճիշտ այս դեպքում ճիշտ դաշնակիցներ ընտրել, ճիշտ գործողություններ իրականացնել, մեր բaragայում կարևոր խնդիր է դառնում պարզապես գոնե ոտքի տակ չընկնել, որովհետև մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնք շատ մեծ հաջողությամբ կարող են երկիրը հասցնել այն վիճակի, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում ընկնենք խոշոր պետությունների ոտքի տակ։ Երկրորդ ասպեկտը դա հիբրիդային պատերազմն է, ընդ որում ոչ այն տեսքով, ինչ ներկայացնում են այսօրվա իշխանությունները, այդ մասին մենք քննարկում ունեցել ենք եւ լուրջ քննարկել ենք, թե իրականում ինչպիսի հիբրիդային սպառնալիքներ կան Հայաստանի անվտանգությանը եւ նաեւ ֆիքսել, որ այդ հիբրիդային սպառնալիքների ծնող աղբյուրներից մեկը այսօրվա իշխանություններն են հանդիսանում։ Երրորդ ասպեկտը իհարկե արտաքին անվտանգության ոլորտում դա ռազմատեխնոլոգիական ասպեկտներ եւ ես կարծում եմ գործընկերները դրան լրացուցիչ անդրադարձ կկատարեն։ Հիմա եթե գալիս ենք ներքին անվտանգությանը, ապա ներքին անվտանգության եւս մի շարք ասպեկտների գոյություն ունի, դրանցից մեկը իրավական անվտանգությունն է, կրթական անվտանգությունը, տնտեսական անվտանգությունը եւ սոցիալական, որտեղ պետք է հասկանանք նաեւ սոցիալական արդարությունը։ Եթե փորձենք հերթով գնահատականներ տալ դրանց եւ ապա փորձենք քննարկել իրավական անվտանգություն, ապա խոսելով սոցիալական անվտանգության մասին, այսպիսի սոցիալական անարդարության մթնոլորտ, որ արկա է Հայաստանում, երևի թե մենք շատ երկար ժամանակ կամ շատ վաղուց չէինք տեսել։ Գիտենք, որ սոցիալական անարդարությունը ժողովրդի մոտ տարբեր ժամանակահատվածներում լուրջ դժգոհություններ է առաջացրել, իսկ հիմա ընդհանրապես սոցիալական անարդարության առումով մենք ունենք լրջագույն խզում հասարակության տարբեր շերտերի միջև։ Տեսեք, երբ այս իշխանությունները 16.7 միլիարդ դրամ հատկացնում են պարգևավճարներին, այն պարագայում, երբ Հայաստանում կա 500,000-ից ավել թոշակառու եւ նրանց միջին թոշակը կազմում է 49,000 դրամ, իսկ սպառողական զանգվածը 82,000 դրամ է, այս պարագայում պարգևավճարների ֆոնին թոշակառուների վիճակը սոցիալական արդարության մասին ընդհանրապես ուրեմն խոսք լինել չի կարող այս մթնոլորտում եւ դա էլ իր հերթին բերում է նաեւ հանրային մթնոլորտի ձևախեղման, որովհետեւ չի կարող թոշակառուն նորմալ վերաբերվել այն ուրեմն պետական պաշտոնյաներին, ովքեր ստանում են այնքան պարգևավճար, որը նա կստանար իր թոշակի պարագայում 10 տարվա ընթացքում։ Այսինքն մեկ պետական պաշտոնյայի պարգևավճարը թոշակառուն կստանար, եթե այս չափով թոշակ շարունակի ստանալ 10 տարվա ընթացքում։ Հետևաբար այս պարագայում սոցիալական արդարության եւ դրանից բխող սոցիալական անվտանգության լրջագույն խնդիրներ ունենք։ Տնտեսական անվտանգությունը, ես լուրջ տնտեսական վերլուծությունների չեմ անդրադառնա, կարծում եմ մասնագետները դրան ավելի լուրջ անդրադարձ կկատարեն, բայց ուզում եմ խոսել ներդրումների մասին, որովհետև երբ դու ներդրումները, քո երկրի եղած ներդրումների նկատմամբ եւ ներդրողների նկատմամբ վերաբերում ես որպես հանցագործների, դա անմիջականորեն ազդեցություն է ունենում տնտեսական անվտանգության վրա։ Նախորդ տարվա ընթացքում շեշտակիորեն նվազել էին ուղղակի ներդրումները եւ հեծի
ողջ գործընթացը լուրջ ազդակ է հանդիսանում բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն։ Այստեղից էլ անցում ենք կատարում իրավական անվտանգությանը, որովհետև այդ նույն ներդրողը, եթե նայում է Հայաստանի Հանրապետությունում ինչ վիճակում է գտնվում իրավական ողջ համակարգը, ապա նաև համոզված է լինում, որ եթե իր ներդրումներին ճակատագիրը լինի այնպիսին, ինչպիսի հեծի ճակատագիրն է, ապա նա մեր իրավական համակարգով պաշտպանության որևէ շանս չունի։ Հիմա իրավական անվտանգություն, գիտեք, ցանկացած պետության անվտանգության հենասյուներից մեկը դա ժողովրդավարական կայուն ինստիտուտներն են, այսինքն ինստիտուտը պետք է կայուն լինի, որպեսզի մարդը նաև երաշխիքներ ունենա իր իրավունքների պաշտպանության առումով։ Ինչ ունենք մենք։ Մենք ունենք մեկ անձին ծառայող իրավապահ համակարգ, խոսքը վերաբերում է եւ ոստիկանությանը, եւ քննչական մարմիններին, եւ դատախազությանը։ Մենք ունենք դատական համակարգ, որը որ մեծամասամբ կատարում է նույն անձի ցանկությունները, ինչու եմ ասում մեծամասամբ, որովհետև մնացել են հատուկենտ դատավորներ, ովքեր առաջնորդվում են օրենքով եւ իրավունքով, ունենք բարձրագույն դատական խորհուրդ, որը ելի այդ մեկ անձի կամակատարն է եւ դատական համակարգի համար երաշխիքներ ստեղծելու փոխարեն դարձել է մահակ հենց այդ նույն դատական իշխանության եւ դատավորների համար, եւ ունենք սահմանադրական դատարան, որը հակասահմանադրական փոփոխություններից հետո կհիշեք սահմանադրության անցումային դեպքերում փոփոխություններ կատարվեց եւ սահմանադրական դատարանը համալրվեց յուրայիններով, ունենք սահմանադրական դատարան, որից որևէ ուրեմն սահմանադրական որոշում ակնկալել հնարավոր չէ։ Կամ գոնե եթե սահմանադրական դատարանից այսպես աներկբա որոշում ակնկալելու հնարավորություն կա, այդ դեպքում սահմանադրական դատարանը պարզապես տարիներով ձգձգում է եւ որոշումներ չի կայացնում, ելի այդպես կատարելով մեկ անձի ցանկությունը։ Գալով իրավապահ համակարգին, գիտեք, մենք շատ հաճախ ֆիքսվում ենք դատական համակարգի վրա, որովհետև այսպես առանձին դատավորներ են առանձնանում եւ մենք գիտենք նրանց դեմքերով, մենք գիտենք նրանց կայացած որոշումները, բայց մեր տեսադաշտից այս պարագայում դուրս են մնում այն քննիչները եւ դատախազները, որոնց ձեռքով քրեական գործերը հայտնվում են դատարաններում։ Ընդ որում խոսքը վերաբերում է քաղաքական հիմքերով, քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի մասին, որոնց անմիջապես հետևում են կալանքները։ Մենք կարծում եմ, որ պետք է նաև իրավապահ համակարգի աշխատակիցներին եւ քննիչներին եւ դատախազներին լավ, այսպես հստակ ազդակներ ուղենք, որ անկախ ամեն ինչից իրենց հակաիրավական եւ հակաօրինական որոշումների համար իրենք եւս պատասխանատվության ենթարկվելու են, որովհետեւ շատ հաճախ իրենք այսպես շատ ավելի հանգիստ են, որովհետեւ չեղացող գործն են անում եւ այլն եւ հիմնական պատասխանատվությունը մնում է դատարանի վրա, բայց իրենց հակաիրավական որոշումների համար իրենք նույնքան պատասխանատու են, որքան դատարանները։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա դատարանների պարագայում մենք գիտենք հստակ կոնկրետ դատավորների անուններ, ում մակագրված գործերով արդեն կալանքը ենթադրելի է եւ այլ որոշում ակնկալել հնարավոր չէ։ Վերջին մի օրինակը բերեմ, Արշակ Սրբազանի գործով նշանակված էր կալանքի վերաբերյալ դատական նիստ, հետաքրքիր ուրեմն այստեղ մախինացիաների արդյունքում, որովհետև հերթապահ դատարանը Շենգավիթի դատարանն էր, մեկ էլ պարզվում է, որ հերթապահությունների ցուցակը ընդհանրապես հանվել է եւ Արշակ Սրբազանի գործը մակագրվում է Ավանի դատարան։ Այստեղ մակագրվում է մի դատավորի, որը որ հանրությանը հայտնի չէ որպես կալանք դակող դատավոր, նիստի օր ժամ նշանակված է, հետո այդ դատավորի մոտից զանգահարում են, ասում են, որ նիստը չի կայանալու։ Ինչու, որովհետև պետք է ենթադրել, որ գործը մակագրվելու է Մասիս Մելքոնյանին, որպեսզի հերթական անգամ կալանքի ժամկետը երկարացվի։ Այսինքն խնդիրը նաև կայանում է նրանում, որ նույնիսկ ջանքեր չեն գործադրում ձևացնելու, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը անկախ է մեկ մարդու կամքից։ Այսինքն այնքան ակնհայտ ապօրինություններ եւ այնքան ակնհայտ խախտումներ են անում, որի արդյունքում
նույնիսկ այսպես ակնկալել, որ կլինի որևէ օրինական որոշում, միամտություն է հանդիսանում։ Այսօր մեր քրեակատարողական հիմնարկներում փաստորեն գտնվում են 4 բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, մարդիկ այնտեղ հայտնվում են իրենց արտահայտությունների համար, որը քրեաիրավական հետևանք չպետք է առաջացնի, եւ սա ըստ էության խոսում է այդ իրավական խախտված անվտանգության մասին։ Ուզում եմ կարճ անդրադառնալ նաև բարձրագույն դատական խորհրդին, բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության ձևավորվել է այս իշխանությունների կողմից եւ ուրեմն եթե պետք է դատավորները իրենց իրավունք որպես իրավունքների պաշտպան եւ դատական իշխանության անկախության երաշխիք դիտարկեին բարձրագույն դատական խորհուրդը, ապա իմ խոսքը կարծում եմ կհաստատեն բազմաթիվ դատավորներ, որ այդ մարմինը իրենց համար դարձել է մահակ, անկախ նրանից, որ իրենց կայացրած բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումների հետ կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանից արդեն գալիս են հստակ արձագանքներ եւ լավագույն դատավորները այս պահին իրավական process-ների մեջ են բարձրագույն դատական խորհրդի դեմ կամ հետ այն պարագայում, երբ որ այդ խորհուրդը իրենց իրավունքների երաշխավորը պետք է լիներ։